Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունը եւ գրասենյակը 24 ժամից ավելի է հոսանքազրկված է։ Խափանվել է նաեւ ջրամատակարարումը, հայտնում են Հայաստանի առաջին նախագահի գրասենյակից։ Նախագահի թիկնազորի տասնյակ զանգերին հեծից պատասխանել են 1 ժամից կմիացնենք։ Անցել են տասնյակ 1 ժամեր, բայց այդպես էլ մինչ այժմ ոչինչ չի փոխվել։ Մինչդեռ առանձնատան շրջակայքի գրեթե բոլոր տներն ու շինությունները ողողված են լույսով, ինչ է նշանակում նախագահի նկատմամբ կիրառված եւ շարունակվող այս տմարդի դրսեւորումը։ Միայն մեկ բան՝ հոսանքազրկումը հաստատաբար տեղի է ունեցել իշխանության վերին օղակներից մեկի հրահանգով։ Հեծը չէր համարձակվի դիմել այդպիսի ստորության առանց հրահանգի։ Ավելացնենք, որ մինչ այս պահը նախագահի առանձնատան գրասենյակի հոսանքի ու ջրի մատակարարումը վերականգնված չէ։ Գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը հաղորդագրության մեջ նշել է, որ սա ոչ թե սովորական վթար է, այլ առաջին նախագահի եւ նրա ընտանիքի հանդեպ կիրառված եւ չդադարող սադիզմի դրսեւորում։